2008-ին մի հատ հետաքրքիր վերլուծություն կար, որ ասում էր հայկական 44 խոշոր ընտանիքների կողմից տիրապետվող բիզնեսներ ՀՆԱ-ի 55%-ն են։ Այսօր չկա ստույգ տենց ինֆորմացիա տվյալ, բայց իմ համոզմամբ վերլուծությամբ Հայաստանի 3-4 տասնյակ խոշոր ընտանիքները տիրապետում են էլի մոտավորապես 40-ից 50%-ը ՀՆԱ-ի։ Այսինքն այդ թիվը չի փոխվել։ Կարող մի փոքր փոխվել է, հաշիվ նրա, որ մի քիչ ՏՏ ոլորտը զարգացել, մի քիչ ՓՄԶ-ը զարգացել, բայց հաշվի առնելով, որ սրա զարգացման հետ մեկտեղ տնտեսության չափն է մեծացել եւ այն խոշոր էլի ընտանիքների ակտիվներն են մեծացել, հետեւաբար այդ հարաբերականության իշելի մոտավորապես խոսքը լուրջ տվի մասին է։ Ինչ որ չափով բանկերն էլ են մեծացել, այսինքն փչացնեն այդ կշիռը։ Հիմա բիզնեսների ունենք հայկական բանկի բաժնետեր, որը ասենք 2 տարում մենակ բանկի դիվիդենդներով $1 միլիարդ էր դարձել։ Հիմա ընտանեկան բիզնես չի։